Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքի մերձակայքում վթարի է ենթարկվել Air India ավիաընկերության Boeing 737 օդանավը։ Ինքնաթիռն Ահմեդաբադից ուղևորվում էր Լոնդոն, այն վթարի է ենթարկվել թռիչքի առաջին րոպեներին։ Օդանավում 230 ուղևոր եւ անձնակազմի 12 անդամ կար։ Հնդկական ոստիկանության պնդմամբ հաստատված զոհերի թիվն այս պահին գերազանցում է 200-ը։ Եթե մեր միջուկային օբյեկտները ոչնչացվեն թշնամու կողմից, մենք դրանք նորից կկառուցենք, այսօր հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Այսօր մենք մի իրավիճակում ենք, երբ Եվրոպան ու Ամերիկան փորձում են մեր դեմ առավելագույն պատժամիջոցներ կիրառել, ճնշում բանեցնելով մեր ժողովրդի եւ պետության դեմ։ Դա արվում է այն պատճառով, որ Արևմուտքին թվում է, թե կարող են ճնշումներով կանգնեցնել մեզ, հայտարարել է Իրանի նախագահը։ Փեզեշքյանի հայտարարությունը հնչել է արևմտյան մամուլում հրապարակված տեղեկությունների ֆոնին, որոնց համաձայն Իսրայելը ավարտին է հասցրել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար անհրաժեշտ բոլոր նախապատրաստական քայլերը եւ հարձակումը կարող է մեկնարկել արդեն այս շաբաթ։ Մոսկվան իր աջակցությունն է հայտնում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը եւ պատրաստ է նպաստել Բաքվի եւ Երևանի հարաբերությունների կարգավորմանը։ Բաքու TV հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Ռուսաստանցի դիվանագետի խոսքով Մոսկվայի համար շատ կարեւոր է, որ Հարավային Կովկասում խաղաղություն լինի։ Իլհամ Ալիևի իմաստության եւ Վլադիմիր Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ այդ խաղաղությունը վերականգնվել է։ Եվդոկիմովը նաեւ նշել է, որ Ռուսաստանը ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը եւ շահագրգիռը, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը երկու երկրների միջև շարունակվի։ Լին Թրեյսին լքում է Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնն, այս մասին հաղորդում է դիվանագիտական ներկայացության պաշտոնական Telegram ալիքը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հավելյալ մեկնաբանություններով առայժմ հանդես չի գալիս։ Լին Թրեյսին Մոսկվայում իր դիվանագիտական առաքելությունը սկսել էր 2023-ի հունվարին։ Մինչ այդ ավելի քան 3 տարի Թրեյսին զբաղեցնում էր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը։ Ռուսաստանը եւ Ուկրաինան գերիների հերթական խումբն են փոխանակել, այս մասին առաջինը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով գերիների փոխանակման այս մի փուլում ներգրավված են եղել ծանր վիրավորները։ Ուկրաինական մի շարք աղբյուրների փոխանցմամբ փոխանակված գերիների մի մասը մինչև վերջին շրջանն անհետ կորած էր համարվում։ Գերիների փոխանակման մասին պայմանավորվածությունը կողմերը ձեռք էին բերել հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ։